աշխարհի մի շարք երկրներ ստեղծել են վիրտուալ աստղադիտարներ, որոնք թույլ են տալիս ինչ-որ միջավայր ստեղծել գիտնականների համար, որի սահմաններում դու ստանում ես հասանելիություն դեպի բոլոր տվյալները աշխարհի։ Եվ մենք էլ ենք ստեղծել հայկական վիրտուալ աստղադիտարան կա դեռևս 2005 թվին, եւ մեր առաջիններից մեկն է եղել դեպ 2002 թվին է ստեղծվել միջազգային համագործակցությունը, այդ ալյանսը միջազգային, եւ 5 թվին ընդամենը 3 տարի անց Հայաստանը միացել է։ Վերջին տարիներին նոր երկրներ միացան, հիմա ընդամենը 20 երկիր ունի այդպիսի նախագիծ։ Այսինքն ստացվում է, որ Հայաստանը top 20-յակի մեջ է աստղագիտության աշխարհի, որը շատ բարձր դիրք է, որտեղ այդ 20-յակի մեջ են Միացյալ Նահանգները, Կանադան, Ճապոնիան, Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը, Ավստրալիան եւ եվրոպական հազարգացած երկրները՝ Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Հոլանդիան, Իսպանիան եւ այլն, երևի մի 10-12 թվարկեցի արդեն։ Պատկերացրեք ինչպիսի երկրների շարքում ենք մենք եւ մեզ ընդունել են։ Իդեպ շատ երկրներ դիմում են եւ չեն ընդունվում, որովհետեւ համարվում է, որ իրենց ներդրումը փոքր է։ Ես ինքս այդ համագործակցության գործադիր կոմիտեի անդամ եմ եւ մենք տարեկան 2 անգամ ֆիզիկապես եւ մի քանի անգամ վիրտուալ հանդիպումներ ենք ունենում եւ քննարկում ենք բոլոր ընթացիկ հարցերը, այսինքն աստղագիտության զարգացման կարելի ասել միտումները, տենդենսները, հեռանկարները անընդհատ քննարկում ենք եւ նայում ենք թե ինչպես պետք է կազմակերպել դա եւ հարցերի թվում լինում է որ նոր երկիր է դիմել, ուզում է դառնալ անդամ եւ ցավոք սրտի ես ինքս իհարկե մենակով ոչ մի դեր չեմ կարող խաղալ 20 երկրների թվում, բայց 20 երկրները իրենք բավական խիստ դիրքորոշում ունեն, եթե բավականաչափ ներդրում չունի տվյալ երկիրը չեն ընդունում ուղղակի։ Այլապես շատերն են ուզում դառնալ այդ համագործակցության անդամ։ Տեսնում եք նեղվելով դեռ 20-յակում եք, բայց եթե ունենայինք համապատասխան սարքավորումները, որտեղ կլինենք, բայց մեկ երևի խոսքը հայելու մասին է, հա, դիտակի։ Դրա արժեքը ինչքան է, որ հայելին լավն է, հայելին չէ, հայելուց բացի պետք է նաև թվային ընդունիչներ եւ ձևափոխիչ սարքեր կան։ Երբեմն աստղադիտակից բացի նրա սարքերը համարյա նույն արժեքն են կազմում ինչ-որ ամբողջ աստղադիտական։ Հիմա շատ թանկ սարքեր կան։ Եվ բարձր որ ասենք մի թիվ ասեմ, որ ոչ ամենաբարձր թիվն է, բայց $1 միլիոն։ Մեր աստղադիտարանի պետական բյուջեն տարեկան $1 միլիոն չի հասնում։ Իսկ մի սարքը արժի միայն $1 միլիոն։ Այն էլ ոչ ամենաթանկերը։